սա ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերի իշխանության վարկանիշը եւ անգամ վարչապետի վարկանիշը ստագնացիայի, խորը ստագնացիայի փուլում է, այդ խաղաղություն բառը այլևս որևէ լուրջ ազդեցություն տրամադրությունների վրա չի թողնում, եթե նույնիսկ ընդդիմադիր տարբեր բևեռները որոշեն, այսպես ասենք, Գյումրին կրկնել արդեն համապետական մասշտաբով, ես ենթադրում եմ, որ իշխանությունն է ձգտում է Երևան երկու սարքի, որևէ ուժ առայժմ թե ընդդիմությունից, թե իշխանությունից միանձնյա հնարավորություն չունի իշխանություն ձևավորելու։ Մինչև ընտրությունները բոլոր հիմնական խաղացողները հավաքում են, ստորագրում են ձեր ասած հուշագիրը, առաջի կետում գրում են, ով որ առաջինը լինի, բոլորս պարտավորում ենք ձայներ իրեն տալ։ Տեսեք, մոտավորապես այդպես։ Որպես բլոկ արդեն տեսանելի է, որ 4-ը կարող են լինել։ Պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց ներքաղաքական դաշտն ակտիվ վերադասավորումների մեջ է։ Միավորումներ ու դաշինքներ, նաև ֆավորիտներ են նշմարվում։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ինչ սպասել, ով է իր շանսերը գերագնահատում, իշխանությունը թե ընդդիմությունը, եւ ով ինչ գործիքներ կկիրառի։ Քաղաքագետ Վիգեն Հակոբյան, բարեկարգ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Հակոբյան, երեք Ազատություն ռադիոկայանը հայտնեց, որ իր տրամադրության տակ հայտնվել է Արադ Միջզյանի Բրյուսել հասցեագրված մի նամակ, որով նա խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ Քիշնևել էր Եվրամիությունը նման խումբ ուղարկել, հիշեցնում են, ընտրությունների ժամանակ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, նպատակ այսպիսին էր աջակցել իշխանություններին Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության, չգիտեմ, հիբրիդային հարձակումների հակազդելու գործում։ Ինչ է սա նշանակում։ Վստահ չէ իշխանությունը, որ կհաղթի։ Նախ եւ առաջ դրսից միջամտություն չէ, արդյոք սա ինչ է սա։ Նախ եւ առաջ վստահ չեմ, որ Արարատ Միրզոյանն է նախաձեռնողը եղել, այսինքն կան որոշակի ուրեմն ստանդարտներ, որոշակի գործիքակազմ, ասենք օրինակ Եվրամիության մոտ նման դեպքերի համար, որի մեջ մտնում է նաև այդ արագ արձագանքման, չգիտեմ, խումբ է կոչվում, օպերատիվ խումբ է կոչվում եւ այլ, այսինքն կա այդ առաջարկը եղել է, ես կարծում եմ այդտեղից ուղղակի պետք էր անպայման նաև որպեսի դիմում լինել Հայաստանի կողմից, որպեսի հետագայում, եթե որևէ մեկը ասի, որ նույն Եվրամիությունը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, ապա Եվրամիությունից պատասխանեն, որ Հայաստանը ինքն է դիմել, որպեսզի իրեն օգնություն ցուցաբերեն։ Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ, երբ առաջի անգամ այդ հարցը ծագեց, որ Եվրամիությունը, այսպես ասենք, օժանդակելու է Հայաստանին այսպես կոչված հիբրիդային պատերազմի դեմն առնելու համար, այն ժամանակ հենց Կալակալասը ինքը ասեց, որ Հայաստանն է դիմել իրենց, որպեսզի այդ հիբրիդային պատերազմի դիմակայելու համար Եվրամիությունը աջակցություն ցույց տա։ Այսինքն սա իհարկե թվում է թե տեխնիկական հարց է, այսինքն ով է դիմել, բայց Եվրամիության համար դա, այսպես ասենք, այն քաղաքական առնվազն ալիբին է, որը հետագայում ինքը կարող է օգտագործել, որպեսզի որևէ մեկը իրեն չմեղադրի, որ ինքը միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Բայց եթե ավելի լուրջ խոսենք, այսինքն գնահատականներ տանք, ապա պարզ է, որ սա ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, որովհետև այստեղ նախ եւ առաջ չի ասվում, այդ հիբրիդային պատերազմը ով է վարում Հայաստանի, ամենայն դեպս գոնե Հայաստանի իշխանությունները պաշտոնական մակարդակով դրա մասին չեն խոսում, այսինքն պաշտոնապես դիմում են հիբրիդային պատերազմի օժանդակություն ստանալու համար, բայց այդ պաշտոնական որևէ փաստաթղթում, գոնե հայտնի փաստաթղթում, հրապարակված փաստաթղթում չկա, թե դա ով է ի վերջո այդ հիբրիդային պատերազմի կողմը, ով է այդ պատերազմը վարում։ Իսկ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, որովհետև ըստ էության Եվրամիության Եվրոբյուրոկրատիան, այսպես ասենք, որտեղ Եվրամիությունը մի քիչ հիմա արդեն ավելի խայտաբղետ է, ավելի բազմազան է, Եվրամիության Եվրոբյուրոկրատիան, Բրյուսելյան բյուրոկրատիան, իրենք ըստ էության կողմ են արդեն հանդիսանում հայաստանյան ներքաղաքական զարգացումների, մասնավորապես ընտրական գործընթացներում եւ կողմ են իշխանությանը, այսինքն իրենք իշխանության բարիկադից այդ կողմ են գտնվում, այսինքն որտեղ իշխանությունն է գտնվում եւ իրենց որպես հակառակորդ ըստ էության իրենք հրճակել են ընդդիմադիր քաղաքական ուժերին Հայաստանի, որոնց հենց նույն Եվրամիությունը նաեւ Հայաստանի իշխանությունների
ինչպես ասում են, պասով հռչակել է որպես հիբրիդային պատերազմի գործիք։ Իշխանությունը վստահ չէ, որ ինքն էլ է համաձայնում նման բանի։ Այսօր առավոտյան էլ խոսեց Փաշինյանը հայտարարեց ընտրությունից ընդամենը 2 ամիս առաջ կենսաթոշակներ բարձրացնելու մասին։ Ամիսներ առաջ այլ բաներ ասում դրա շուրջ։ Սա հաշվի առնելով, դա հաշվի առնելով վստահ չեն, որ կհաղթեն։ Օբյեկտիվորեն ասած տրամաբանական է, որ վստահ չեն, որովհետև բոլոր օբյեկտիվ չափման գործիքները, որոնք գոյություն ունեն, ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական այդ թիմը ինքը բավարար ձայներ չունի, որպեսի 50+1 ձայն հավաքելով ինքնուրույն ձևավորի նոր իշխանություն։ Ռուբինյանը բայց երեք հակառակներ, ասում են հակառակն են բնում սահմանադրական մեծամասնություն եւ հիմա դա այն դեպքն է, որ ասում են դու էլ ասա, այդ անեկդոտի նման է, հա, հայտնի։ Իրենք գիտեն, որ չեն հավատի, դա էլ է տրամաբանական, որ Ռուբինյանը այդպիսի ելույթներ է ունենում, որովհետև նախընտրական փուլում են գտնվում, նախընտրական քարոզարշավի հերթական փուլն է, այսպես ասեմ, որպեսզի իր սեփական թիմին եւ եղած կողմնակիցներին վստահություն ներշնչի, պետք է անընդհատ դրա մասին ասես, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նորմալ է եւ հաղթանակը, այսպես ասենք, մեր կողմն է լինելու։ Դա ես կարծում եմ բավականին ստանդարտ հնարք է, ստանդարտ գործիք է, որը որ եւ իշխանությունը եւ կարծում եմ նաեւ ընդդիմությունը կիրառելու են այդ առումով եւ կիրառում են ընդհանուր առմամբ։ Դա այնպես բարդ, այսպես ասենք, բան չի, բարդ եւ օրիգինալ քայլ չէ այս առումով։ Իսկ ինչ վերաբերում իշխանությանը եւ իշխանությունը բնականաբար վստահ չէ։ Իշխանությունը վստահ չէ, որովհետեւ սոցիոլոգիական հարցումներն են դրա մասին ասում։ Իշխանությունը վստահ չէ, որ ավելի կարեւոր է, որովհետեւ գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ թիմ ընտրություններ են եղել, իշխանությունը կամ պարտվել է ընդհանուր առմամբ, կամ եթե նույնիսկ կարողացել է իշխանությունը վերցնել, ապա մեծ ջանքերի, ճիգերի գնով, այսինքն օրինակ վաղար շաբաթի մասին շատ է խոսվում, բայց վաղար շաբաթում դուք հիշում եք, որ ուղղակիորեն խոշորացվեց համայնքը։ Ամբողջ Հայաստանը չես կարող խոշորացնել Ադրբեջանի հաշվին ընդհանուր առմամբ։ Այսինքն իրենք ուղղակի որպեսի վաղար շաբաթում կարողանան այնքան ձայն ստանալ, որպեսի ինչ որ մի կերպ անցնեն, իրենք ուղղակի այնպիսի համայնք կպցրեցին վաղար շաբաթին, որտեղ իրենք ունեին առավելություն, օբյեկտիվ առավելություն, ելնելով իրենց տեխնացուի, այսպես ասենք, ծննդավայրից ելնելով, հայ, աշխարհագրական ծննդավայրից ելնելով, բայց ամբողջ Հայաստանին դու չես կարող այլ տարածքները կպցնես, որպեսզի ընտրություններ անցկացնես եւ փորձես կորելացիայի կամ կորեկտիրովկա անես ձայները։ Այս առումով իրենք ունեն օբյեկտիվ պատկերը, իշխանությունները, ավելին ձեզ ասեմ, իշխանությունները ես կարծում եմ շատ ավելի օբյեկտիվ պատկեր ունեն, քան նույնիսկ ընդդիմությունը, որովհետեւ իշխանությունները ենթադրում են, որ ամեն շաբաթվա ռեժիմով ստանում են համապատասխան ուսումնասիրություններ, սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, որոնք չեն հրապարակվում բնականաբար եւ իրենց հատուկ ծառայությունների կողմից եւ հատուկ պատվիրված սոցիոլոգիական հարցումներ, ես կարծում եմ այդ տվյալները իրենց համար այնքան էլ դրական չեն։ Տրամաբանական հարց, այդ պարագայում ինչ գործիքակազմով պետք է, եթե գործիքակազմից խոսենք, իշխանություն ինչով պետք է գնա այդ պարագայում հաղթանակի, ինչ պետք է անի, եթե հիմա տեսնում է պատկերը այդպեսին է։ Նախ եւ առաջ, եթե պատկերը այդպեսին է, եթե պատկերը այդպեսին է, իշխանությունը արդեն այս պատկերը նոր չի այսպեսին։ Արդեն մոտ 2 տարի է, ես կարծում եմ, այսպեսին է, որովհետեւ նույն սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ իշխանության վարկանիշը եւ անգամ վարչապետի վարկանիշը ստագնացիա, խորը ստագնացիայի փուլում է, այսինքն եթե նույնիսկ չի նվազում, չի էլ աճում։ Մինչդեռ իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ մեռյալ կետից ինչ որ շարժի այդ ամեն ինչը։ Կետեր ունեն, չէ՞, խաղաղություն եւ այլ գործիքակազմը։ Ամեն ինչ փորձվել է, ամեն ինչ ասվել է։ Բոլոր թեզերը, որոնց մասին մենք ենթադրում ենք, որ դրանք պետք է լինեն հիմնական դրույթները, այսպես ասենք, ծրագրային դրույթները, որոնք պետք է որ այսպես ընտրազանգվածին իրենց կողմ քաշեին, իրենք օգտագործել են ըստ չունեն հա պահած հաղթաթուղթա կոզեր, ինչպես ասում են։ Մենք կարող ենք հիմա ընդհանրապես խոսել, թե ինչ կարող են օգտագործել։ Պարզ է, որ առաջի թեզը դա պետք է լինի խաղաղությունը։ Այդ խաղաղության թեզը իրենք արդեն օգտագործել են օգոստոսի 8-ից հետո, երբ հիշում եք սեպտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարեց, որ ժողովուրդ գիտեք, արդեն խաղաղություն է, դուք ուղղակի տեղը չեք բերում, մենք արդեն չենք կրակում եւ այլը եւ այլը։ Այսինքն
այդ false start-ը եղավ, ինչպես պարզվեց, որովհետև դրանից հետո հարցումները ցույց տվեցին, որ մոտավորապես 2-3% ավելացավ տոկոսները, ասենք օրինակ պայմանական եմ ասում, որովհետև սոցիոլոգիական հարցումներում ստատիստիկական անճշտությունը 2-3% են ընդամենը կազմում, մոտավորապես 15%-ը դարավ 17-18%, այսինքն հենց այդ վիճակագրական անճշտությունների սահմանում։ Հետագայում նույն հարցումները ցույց տվեցին, որ ամեն ինչ եկավ այսպես նույն 15%-ի շուրջ, այսինքն այդ էմոցիոնալ արձագանքը, որ կար մի հատվածի մոտ, մեր ընտրազանգվածի, բավականին հեշտ հետ եկավ այդ առումով, այդ էմոցիան անցավ եւ այլ եւ այլ։ Այսինքն հիմա մենք տեսնում ենք, որ խաղաղություն բառը այլևս որևէ լուրջ ազդեցություն տրամադրությունների վրա չի թողում, որովհետեւ նախ եւ առաջ դա արդեն սովորական է դարձել ընդհանուր առմամբ, երկրորդը դա այդքան էլ համոզիչ չի, հաշվի առնելով այն հայտարարությունները, որոնք հնչում են, ասենք, Աբշերոնից, հա, եւ ոչ միայն այնտեղից սառումով։ Այսինքն սա մեկ խաղաթուղթ, որը պետք է օգտագործել եւ շարունակել են իհարկե օգտագործել, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ այդ գոլոշին մի փոքր շուտ է բաց թողվել։ Ես դրա համար եմ ասում, իմ կարծիքով false start-ին նման մի բան էր այդ խաղաղության թեզը օգտագործելը։ Երկրորդը դա նախկիններ, ներկաներ եւ այլը փորձելու էին շարունակեն, բայց այս անգամ մի փոքր այլ ռակուրսով ցույց տալով, որ մենք այսպես ասենք, այն ինչ որ խոսք ենք տվել, կուլակաթափել եւ այլը, դա էլ են կարել ամեն շաբաթվա ռեժիմով տարբեր քննչական կոմիտեներ, հակակոռուպցիոն եւ այլը տարբեր մարմիններ ինչ որ բաներ են հրապարակում, այսքան ենք վերադարձրել բյուջե, այնքան ենք վերադարձրել բյուջե, բայց դա էլ առանձնապես կարծես թե էմոցիոնալ առումով որևէ ազդեցություն չի տալիս, ամենայն դեպս նույն վիճակագրական տվյալները, վիճակագրական չէ, սոցիոլոգիական տվյալները տվյալ պարագայում ցույց են տալիս, որ առանձնապես շարժ չկա եւ հանրության մեջ էլ, այսպես ասենք, մասնագիտական լեզվով ասած ֆոկուս խմբերի մոտ առանձնապես այդպես լուրջ բաներ, տեղաշարժեր չկան։ Իսկ մյուսը, որ ասում են, այս մենք ինքնիշխանության կողմ ենք, պահում ենք երկրի, այն ընդդիմադիր ամբողջ ճամբարը համախմբած Ռուսաստանի կոպիտ ասած մարդիկ են բոլորը։ Դա երրորդ թեզն է, որը որ փորձելու են իրենք կիրառեն եւ անում են արդեն, որ ընդհանուր առմամբ ինքնիշխանությունը մենք ենք, ինքնիշխանություն, պետականություն, իրական Հայաստան եւ այլը, հիմա չեմ կրկնելու այդ արդեն մաշված թեզերը, իսկ մնացածը ռուսական օլիգարխի շուրջ հավաքված եւ այլը Ռուսաստանի, չգիտեմ, բանի ազդեցության տակ դեպի նորից Ռուսաստան մեր արտաքին քաղաքականությունը շեղողներն են։ Այս թեզի վրա է եւ այդ պարագայում հիմա արդեն օգտագործվում է, այսպես ասած, դեմոնիզացված ինչ-որ մի բան, որը կոչվում է Գյումրի 2։ Այո։ Այսինքն այնպիսի տպավորություն է, երբ որ Գյումրի 2 իրենք արտասանում են այդ բանը, որ ինչ որ սարսափ ֆիլմի մասին է, այսինքն դա օրենքի խախտում չի, մարդիկ, որոնք ասենք շատ չեն խորացած քաղաքական process-ների մեջ, որոնք նույնիսկ չեն իմանում Գյումրի 1-ը ինչ է, առհասարակ իրենց համար Գյումրի 2 դա ինչ որ մի հատ մարտաֆիլմի կամ սարսափ ֆիլմի ինչ որ բան, դեմոնիզացնում են ինչ որ մի հատ process եւ այդ process-ից փորձում են, այսպես ասենք, օգտվել այս առումով։ Այսինքն ինչ է նշանակում տվյալ դեպքում Գյումրի 2։ Ձեր հարցին, այսինքն պատասխանելով, պարզ է, որ այստեղ ամեն ինչը լեգիտիմ է, ամեն ինչը օրենքի շրջանակում է, եթե նույնիսկ ընդդիմադիր տարբեր բևեռները որոշեն, այսպես ասենք, Գյումրին կրկնել արդեն համապետական մասշտաբով, ես էլ կարող եմ ասել, որ դա շատ բնական process է, որովհետև մանավանդ խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում, այնտեղ որտեղ որևէ ուժ չի կարողանում 50+1 ձայն հավաքել, այսինքն իր ուժերով ձևավորել իշխանություն, միշտ փորձում է կոալիցիայի գնալ։ Ընդհանրապես ովքեր որ զարմանում են, որ տարբեր քաղաքական ուժեր կարող են յետընտրական իշխանական կոալիցիա ձևավորել, նրանք ովքեր մանավանդ, այսպես ասենք, իրենց որպես եվրոպական արժեքների, արևմտյան արժեքների, ասենք, ջատագով են համարում, կարող են նայել, որ եվրոպական գրեթե բոլոր երկրները, որտեղ հենց պարլամենտական համակարգ է, իսկ ճնշող մեծամասնությունը իմիջիալույց հենց այդպեսին է, եվրոպական երկրներն ու Ֆրանսիան մի կողմ դնենք, տվյալ պարագայում, այնտեղ էլ ուրիշ խնդիրներ կան, տվյալ դեպքերում իրենք շատ հաճախ հենց կոալիցիա են ձևավորում, ընդ որում շատ դեպքերում նույնիսկ իրար հակասող ուժերը
աչերը, ձախերը, ուլտրա աչերը իրար հետ ինչ որ դաշինք են կազմում, սիտուացիոն դաշինք, որպեսզի կառավարություն կարողանան ձևավորեն, հետագայում դա ինչքան է տևում, դա այլ հարց է, այսպես ասենք։ Հիմա տվյալ պարագայում, եթե իսկապես այնպիսի վիճակ ստեղծվի, որ տարբեր ընդդիմադիր ուժերի ստացած ձայները իրենք կբավարարեն, որպեսզի իրենք կարողանան իշխանություն ձևավորել, ես կարծում եմ բնական է, որ կփորձեն իրար հետ պայմանավորվեն, դա կկոչե Գյումրի 2 թե մի այլ բան, ես էլ ասում եմ, ես էլ կարող եմ նույն հաջողությամբ ասել կամ նույն ընդդիմությունը, որ ես ենթադրում եմ, որ իշխանությունն է ձգտում է Երևան 2 սարքի, որովհետև հիշում եք Երևանի ընտրություններում 23 թվականի իշխանությունը չուներ այդ ձայները, որպեսզի կարողանա օրինակ Տիգրան Ավենյանին դարձնի քաղաքապետ, իրենք գնացին ըստ էության կոալիցիայի։ Էլի բերեն, ասենք, նույն Արամ Սարգսյանին կամ ուրիշի, հա։ Բնական է։ Իրենք էլ են ունենալու իրենց սպոյլեր կուսակցությունները, որոնք փորձելու են անցնել իրենց առնվազն անցողիկ շեմը, չէ՞, եւ եթե անհրաժեշտ լինի, ապա բնականաբար ես չեմ կասկածում դրանում, իհարկե իրենք կոալիցիա են ձևավորելու, ասենք քաղաքացիական պայմանագրի հետ, եթե դա բավարարի իհարկե այդ ձայները, որպեսզի իրենք կարողանան Երևան 2 դարձնել։ Այսինքն Գյումրի 2 եւ Երևան 2 երկուսն չեք բացառում, հավանական է։ Չեմ բացառում, որովհետեւ ես ընդհանրապես ավելի շուտ համարում եմ, որ ամենահավանականն եմ համարում, որ լինելու են ինչ որ կոալիցիաներ իշխանական, որտեղ եւ ընդդիմադիր օբյեկտիվ չափման, այսպես ասենք, գործիքները ցույց են տալիս, որ որևէ ուժ առայժմ թե ընդդիմությունից, թե իշխանությունից միանձնյա հնարավորություն չունի իշխանություն ձևավորելու։ Հենց դա է ասում, Սամվել Կարապետյանի ուժն ասում է հունիսի 8-ին շատ հավակնոտ են ասում, հունիսի 8-ին նոր վարչապետ կունենանք ու այս պահին դեռ ասում են, որ մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության, դեռ չեն խոսում են Գյումրի 2-ի տիպի մասին, իսկ արդյոք դա այդ եմ ասում, ռեալը ավելի Գյումրի 2-ն է, քան իրենց ասած այսօրվա իրավիճակը տեսնելով։ Գիտեք, ցանկացած քաղաքական ուժ, կլինի դա քաղաքացիական պայմանագիր է, կլինի դա մեր ձևով կամ ուժեղ Հայաստան կուսակցությունը, թե կլինի Հայաստան դաշինքը, թե կլինի մյուսը Բարգավաճ Հայաստանը, թե իշխանական թևում եղած որևէ կուսակցություն, ինքը բնականաբար հայտարարելու է, նույնիսկ եթե իրական շանսեր չունի, հայտարարել է, որ ինքը ձգտելու է միանձնյա իշխանություն ձևավորել։ Մնացածը արդեն պլան B, պլան C եւ այլ, այսինքն ինչ տարբերակներ որ կլինեն, որովհետեւ մնացածը դա գուշակությունների, կանխատեսումների բանից է, որովհետեւ որևէ մեկը չի կարող։ Իհարկե, պարզ է մոտորապես հիմիկվա սոցիոլոգիական հարցումներով ովքեր են, ասենք, լիդերներ լինելու ընդհանուր առմամբ։ Ընդդիմադիր դաշտում եւ այլը։ Եվ պարզ է, որ եթե այնուամենայնիվ չի հաջողվում, ասես, միանձնյա իշխանություն ձևավորել, ապա ամեն դեպքում փորձելու ես կոալիցիա ձևավորել այն ուժերի հետ, որոնք ընդդիմադիր դաշտում են, իհարկե։ Ընդդիմադիր դաշտում են, որոնք բնականաբար որոնց նպատակը, հիմնական ստրատեգիական նպատակը դա իշխանազրկումն է այսօրվա իշխանության։ Դա է ուզում հարցնել, այ հիմա մեր այդ ընդդիմադիր երևացող հատվածի, ովքեր հավանաբար կհայտնվեն մեծ հավանականությամբ, այդ հատվածի մոտ գերիշխում է այդ գաղափարը, որ իրենք գնում են հենց իշխանազրկման, ոչ թե իշխանության, ինչ նկատի ունեմ, այս սրանով Գյումրի 2-ի սցենարը ինչքանով է հավանական այն առումով, որ իրենք այդ ամբիցիաները կդնեն մի կողմ ու ցանկացած առաջատար ընդդիմադիրին կտան իրենց ձայները, ընդդիմադիր դաշտում դա է գերիշխում, թե դեռ դա չի գերիշխում։ Ես կարծում եմ, որ աստիճանաբար դա է գերիշխելու, որովհետև յուրաքանչյուրը սկսելու է աստիճանաբար հասկանալ, որ մեկը մյուսի կարիքը ունենալու է ընդհանուր առմամբ։ Մեկը մյուսի կարիքը ունենալուց ելնելով բնականաբար դու պետք է առնվազն նախընտրական այս շրջանում մի ընդհանրության շուրջ ինչ որ մեմորանդում կամ խարտիա ստորագրես, այսինքն որպեսի փոխվստահություն լինի, պետք է լինի ինչ որ փաստաթուղթ, որի տակ լինեն ստորագրություններ, եւ որը առաջի կետը ես կարծում եմ պետք է լինի հենց այդ թեզը, որի մասին դուք հիմա հնչեցրեցիք, որ գլխավոր խնդիրը բոլորի ընդդիմադիր բոլոր ուժերի դա այսօրվա իշխանությանը ըստ էության իշխանությունից զրկելն է։ Այսինքն ճիշտ հատկացած մինչև ընտրությունները բոլոր հիմնական խաղացողները հավաքում են, ստորագրում են ձեռացած հուշագիրը, առաջի կետում գրում են, ով որ առաջինը լինի, բոլորը պարտավորվում են ձայներ իրեն տալ։
հա։ Տեսեք, մոտավորապես այդպես։ Առաջի կետը դա պետք է լինի իմ կարծիքով քաղաքական հայտարարություն, որպեսզի իրար վստահենք, այսպես ասենք, եւ ոչ միայն վստահենք, այլ նաեւ, այսպես ասենք, պոտենցիալ պարտները փախնելու տեղ այլևս չունենա, այսինքն պետք է դա հրապարակավ ստորագրվի, հայտարարվի, որ որևէ համագործակցություն, օրինակ քաղաքացիական պայմանագրի հետ չի կարող լինել։ Եվ հակառակը համագործակցություն արդեն կա իշխանազրկման շուրջ այդ ուժի։ Դա առաջի կետը, քաղաքական կետն է։ Երկրորդ կետը, երրորդ կետը, այդ արդեն երկրորդ կետը ես կարծում եմ պետք է լինի, ինչ մեխանիզմով դա պետք է լինի։ Կարող է լինել նաև ձեր ասած տարբերակը, որ առաջի տեղը գրավածը ընդդիմության մեջ ինքը եւ իրավունք ունի իր վարչապետի տեխնացուն, այսպես ասենք, առաջնային իրավունքով առաջարկել, մնացածը բանակցությունների հարց է ի վերջո։ Հա, բայց կարող են ավելի կոշտ լինել, որ դա պարտադիր է, այսպես ասենք, բոլորը պետք է, այսպես ասենք, գնան այդ ճանապարհով։ Արդեն իսկ եթե հիշում եք, օրինակ նույն երկրորդ նախագահը փաստացի իր մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ինքը առաջարկում է այդ սկզբունքը, որ այն ուժը, որը որ ընդդիմադիր սեգմենտում առաջինն է լինելու, ինքը իրավունք ունի, հենց ինքը իրավունք ունի առաջնային կարգով առաջարկել իր վարչապետի տեխնացուին եւ մնացածը ըստ էության պետք է աջակցեն։ Հա, Գյումրի 2 էր ասում, դա է դուզ գալու։ Մոտորապես դա է, հա, հիմա Գյումրի 2 ենք ասում, թե ինչ ենք ասում, իշխանության թեթև ձեռքով, այսպես ասենք, Գյումրի 2 ենք ասում, ես էլ մտցնում եմ, ասենք, Երևան 2-ը իշխանության համար։ Այնտեղ էլ ես կարծում եմ այդ նույն սկզբունքը այդ խարտիա հասկացողության մեջ, որը պայմանական խարտիա ենք ասում, հայտարարություն կլինի, մեմորանդում կլինի, չգիտեմ ինչի շուրջ, այնտեղ շատ կետեր կարող են լինել, այսինքն որ եթե դու հայտարարում ես, որ դու քո հիմնական ստրատեգիական նպատակը իշխանազրկելն է, ապա դրանից բխում է, որ բոլորիդ ռեսուրսները առնվազն իրար դեմ չպետք է աշխատեն, մեդիա ռեսուրսները նախ եւ առաջ։ Երկրորդը բոլորիդ ռեսուրսները, որոնք ներգրաված են լինելու ընտրական տեղամասերում, ասենք ոմանց մոտ հանձնաժողովի անդամներ են, ոմանց մոտ վստահված անձեր են եւ այլ, տարբեր այդ կարգավիճակ, դիտորդներ եւ այլը, իրենք բոլորը աշխատում են բոլորի համար, ոչ թե մեկի համար, որտեղ իսկապես այնտեղ կոնկրետ խնդիր է լուծվելու։ Հա, այսինքն առնվազն այն տեխնիկական որոնք նաև քաղաքական բնույթ ունեն, կետերը պետք է այնտեղ լինեն, որպեսզի գիտեք ստորագրված փաստաթուղթը ինքը փոխվստահությունը ավելի է ավելացնում եւ այնուամենայնիվ քաղաքական ուժերին մանևրել արդեն սահմանափակում է ընդհանուր ընտրողին կողմնորոշում է ամենակարևորը ընդդիմադիր տրամադրված կամ չեզոք են եւ ամենակարևորը տեսեք նաեւ պետք է լինի այդ մեմորանդումում եթե ոչ երկրորդ ապա գոնե այսպես եթե ոչ առաջի ապա երկրորդ կետը որ բոլորի թիվ 1 նպատակը դա մասնակցությունը ավելացնելն է որովհետև մասնակիցների քանակից շատ բան է կախված որովհետև մասնակցության մեծ քանակը դա գործի առնվազն կեսն է որովհետև այսինքն ձեռնտու ընդդիմությանը ոչ թե իշխանությանը դա էլ է շատ հասկանալի այսպես ասենք տեխնոլոգիա այն առումով որ իշխանությունը սովորաբար բոլոր իշխանությունների օրոք իրենց էլեկտորատը շատ ավելի կառավարելի է հասկանալի պատճառով վարչական ռեսուրս եւ այլը հա եթե չեն գալիս բերում են ավելի կարգապահ են այդ առումով այս բառը օգտագործենք տվյալ դեպքում եւ դրական եւ բացասական առումով այսինքն իրենք գալիս են ամեն դեպքում ինչ որ կա գրեթե 80-90%-ով այսպես ասենք իշխանությունը օգտագործում է այդ ռեսուրսը ընդդիմության ռեսուրսը շատ ավելի այսպես ասենք հայտաբղետ է լինում շատ ավելի ծրված շատ ավելի քիչ շատ ավելի կարգավորվող կարգավորվող եւ վերահսկելի այս առումով մատերի վրա պետք է բացատրես ցանկացած այսպես ասենք ոչ իշխանական ընտրազանգվածի ներկայացուցիչ, որը սովորաբար չի գնում ընտրությունների, որ մի բան է, երբ ասենք օրինակ տվյալ պարագայում գործող իշխանությունը ունի 400,000 ձայն, օրինակ եմ բերում, սա բնականաբար հենց այնպես թիվ եմ ասում, 400,000 ձայն եթե մասնակիցների քանակը 1 միլիոն է, ապա դա 40% է, եթե օրինակ 1,300,000 է մասնակցում, այսինքն բան մոտավորապես 60%-ի մոտ է մասնակցությունը, դա լրիվ այլ թիվ է որը որ թույլ է տալիս արդեն ընդդիմությանը
մեծագույն հույսեր ունենալ, որ իրենք կարողանալու են ընդհանուր ուժերով, առնվազն ընդհանուր ուժերով հաղթել այս ընտրություններին։ Այսինքն, այդպիսի ես կարծում եմ փաստաթուղթ մասնակիցների մեջ, գոնե այն հիմնական խոշոր միավորների մեջ ընդդիմադիր, որոնք արդեն իսկ նշմարվում են, ձևավորված են հիմնականում ես որքանով տեսնում եմ, 3-ը գոնե արդեն կա, 4-ը ձևավորվում է։ Հա, իդեպ քանի բլոկ ձեր կարծիքով, լավ ասեք, ձեր կարծիքով կլինի մասնակից։ Որպես բլոկ արդեն տեսանելի է, որ 4-ը կարող են լինել։ Առայժմ, այսպես ասեմ, մի քիչ չեմ շտապի խոսել հանրապետականի մասին, որովհետև հանրապետականը համագումար է անելու, եթե չեմ սխալվում, ապրիլի 4-ին եւ պարզ է, որ այնտեղ իրենք կհնչեցնեն իրենց որոշումը թե մասնակցության մասին, որովհետև գիտեք, այդ թեման իրենց մոտ բավականին հաճախ, այսպես ասենք, իրենք հնչեցնում են մասնակցության մասին կամ չմասնակցելու մասին, բայց պարզ է, որ նույնիսկ եթե իրենք չմասնակցեն ընտրություններին, ապա միևնույն է իրենք քաղաքական որոշում ընդունելու են, թե իրենց ընտրազանգվածը եւ իրենց շարքերը ում են ընտրելու։ Իսկ 21-ի սցենարը կարող է կրկն շատ ուժեր լինեն, մանր եւ փոշիանալ։ Դե դա ամենագլխավոր խնդիրներից մեկն է, որպեսզի փոքր քիչ մասնակիցներ լինեն, այսինքն քիչ մասնակից լինի, որոնք չեն կարողանալու լուծեն անցողիկ շեմի խնդրեմը ընդհանուր առմամբ։ Հիմա ես որոշակի դրական տենդենց այս առումով տեսնում եմ, որովհետև այն ֆորմատները, որի մասին մենք հիմա խոսում ենք, իրենք բավականին խոշոր են եւ հիմնականում դաշինքային տրամաբանություն ունեն, այսինքն մենք տեսնում ենք, որ եւ խոշոր միավորները եւ խոշոր քաղաքական ուժերը ռեսուրսային եւ պակաս ռեսուրսայինը կարողանում են իրար հետ, այսպես ասենք, լեզու գտնել եւ տարբեր ֆորմատներում տեղավորվել, դա նշանակում է, որ քանակը մասնակիցների գոնե հայտնի քիչ թե շատ քաղաքական ուժերի զգալիորեն պակաս է լինելու, որովհետեւ նրանք տեղավորված են լինելու ավելի խոշոր միավորներում։ Հիմա 4 խոշոր միավոր դա արդեն նորից եմ ասում, տեսանելի է ընդհանուր առմամբ, վերջնական պարզը կազմը մենք չգիտենք, ասենք, օրինակ մեր ձևով շարժման մեջ կամ ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակում ովքեր կարող են լինել, որովհետև դու ի վերջո անպայման չի դաշինքով լինել, բայց կարող ես չէ ընդգրկել, ոնց որ Բարգավաճ Հայաստանը մենք տեսնում ենք այդ ֆորմատը հիմա իրանք օգտագործեցին։ Մենք դեռ չգիտենք միասնության թևերի ֆորմատը ինչպիսին է լինելու, դաշինքային տրամաբանություն է լինելու, թե մեկ ցուցակ է լինելու, մեկ անվանման տակ, միայն գիտենք տվյալ փարագայում Հայաստան դաշինքը ոնց է լինելու։ Պարզ է, որ ճիշտն ասած ուժեղ Հայաստանն է դժվար թե դաշինք կլինի մի կուսակցություն, բայց գուցե ընդգրկված կլինեն այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Սա նույնպես նվազեցնում է փոշիացման հնարավորությունը, որովհետև եթե ես չեմ սխալվում 21 թվականին մոտ 20% ձայն փոշիացվեց։ Եթե այս տենդենսը պահպանվի, խոշորացման տենդենսը, ես կարծում եմ այդ փոշիացվող ձայների փոշիացման տոկոսը այս անգամ համենայն դեպս 20%-ից ավելի քիչ կլինի։ Վերջին հարցը, ուժեղ Հայաստանից խոսեցինք, իրենց են հիմա այս պահին դիտարկում վերլուծաբանները, լոկոմոտիվ որպես, իրենց այդ քայլը Սամվել Կարապետյանի հետ կապված սահմանադրություն բան եւ իշխանությունը դա շահարկում է իրար, սա հիմա ինչ էֆեկտ կունենա ընտրողի վրա եւ իրենց ձայների վրա, հասկանան իրենց մարդիկ։ Գիտեք, ընդհանրապես մի օգու համար փոխում եք եւ այլն, գիտեք։ Գիտեք, դա մի օգու համար փոխում եք, չեք փոխում, դա ես չեմ կարծում, որ շատ մեծ բան է տալու, բացասական ռեակցիա է տալու, որովհետեւ տեսեք, իմ տպավորությամբ ամենայն դեպս ուժեղ Հայաստանը ինքը շատ լավ հասկանում է, որ իրեն ասոցիացնում են ցանկացած դեպքում մի մարդու հետ, Սամվել Կարապետյանի հետ, այսինքն եթե ունենել այլ տարբերակ այլ լիդերի, ճիշտ եմ հասկանում։ Այսինքն պարզ է, եթե ունենել համենայն դեպս Սամվել Կարապետյանը այլ բանում է, կատեգորիայում է, այսպես ասենք, հա, չասեմ չունեն կամ ունեն։ Չէ, չունեն նկատի ունեմ այդ մասշտաբի, տեսականորեն կարող էր երևի այլ լիդերներ գտնվեին, անպայման չի նույնիսկ այս պահին երևացողներից, բայց ամենայն դեպս արդեն հայտարարված է, որ իրենց վարչապետի տեխնացուն ամեն դեպքում լինելու է Սամվել Կարապետյանը, հայտարարված է նաև մեխանիզմը, որով իրենք փորձելու են դա իրականացնել,
Պարզ է, որ Սամվել Կարապետյան անուն ազգանունը դա այսպես ասենք լոկոմոտիվն է այս լոկոմոտիվի, ուժեղ Հայաստանի լոկոմոտիվ, որպես քաղաքական ուժ լոկոմոտիվը, բայց այս քաղաքական ուժի լոկոմոտիվն է Սամվել Կարապետյանն է տվյալ պարագայում։ Ես կարծում եմ դա կաշխատի ամեն դեպքում, որովհետև գիտեք, լավ իմաստով կա, լավ իմաստով կաշխատի, ես չեմ կարծում, որ մեր բնակչության 90%-ը այդ իրավաբանական այդ բաներում, այդ այսպես ասենք խոճուճ տերմինաբանությունների մեջ կամ ինչ-որ sense մանիպուլյացիաներում շատ է գլուխ դնելու այդ ամեն ինչի հետ, հա, այսինքն բոլորը հասկանում են, որ եթե գալու են իշխանության այս ուժերը, ընդդիմադիր ուժերը, հա, ապահովելու են այդ ձայները, որը անհրաժեշտ է, որպեսզի մի կետ փոխել սահմանադրության, ապա դա փոխվելու է։ Փոխվելու է եւ այդ մեխանիզմով դառնալու է Սամվել Կարապետյանը։ Մինչեւ այդ բնականաբար ինչ որ ժամանակավոր սխեմաներ լինելու են, բայց օրերի ընթացքում։ Հիմա ըստ էության սա ռեֆերենդումի նման մի բան է։ Այսինքն, եթե ուզում է Սամվել Կարապետյանը լինի, եկեք ձայն տվեք ընդդիմությանը, տվյալ դեպքում նա առաջի հերթին բնականաբար բաց են ասել այդ։ Այո, բաց ասել են, սխեման ասել են, բաց ասել են այդ սխեման։ Հա, ուզում ես իրեն, ուրեմն էսա տարբերակը։ Հա, չես տալիս, ուրեմն չի լինելու Սամվել Կարապետյան, որովհետև այդ ճանապարհը դեպի Սամվել Կարապետյան հարթվում է սահմանադրության այդ 148-րդ կետի փոփոխմամբ։ Այսինքն ամեն դեպքում որը հնարավոր է միայն եթե դու ունես ըստ էության սահմանադրական մեծամասնություն, հա։ Այսինքն դա իշխանությունը որքան էլ սա կիրառի, դա իր համար չի դառնա հաղթատու, ճիշտ եմ հասկանում։ Չեմ կարծում, որովհետև դա երբ իշխանությունը իրավաբանական հարթության մեջ է ամեն ինչը դնում, դա ընտրական գործընթացներում, ընտրական քարոզչության մեջ ինքը չաշխատող մեխանիզմ է։ Շատ ավելի պարզ ճանապարհներ, շատ ավելի պարզ լեզվով են խոսում ընտրական շրջանում, մանավանդ այդ աղմուկը շատ մեծ է լինելու, հա։ Բոլորը խոսալու են, այդ պայի դրությամբ որևէ բան չի աշխատելու, եթե դա բարդ կամ էլ չեմ ասում որոշակի կրթական բան է պահանջում, լուրջ ցենզ է պահանջում կապված իրավաբանության հետ, սահմանադրության հետ եւ այլն, դա նույնն է, երբ ասենք սահմանադրական փոփոխություններ են անում կամ սահմանադրության փոփոխություն են անում, ռեֆերենդումից առաջ սկսում են քարոզել, չէ՞, այսինքն մարդկանց 90% ընդհանրապես բան չի հասկանում, ինչի մասն է խոսքը։ Բառացիորեն ասենք 2-3 կետի մասին են հասկանում ինչ է լինելու, ասենք պարլամենտական է, պրեզիդենտական է, չգիտեմ, գլխավոր կետերը եկեղեցին այսպեսին է, թե այնպեսին է, գլխավոր հիմնական կետերը, որը որ չի պահանջում հատուկ կրթություն։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր վերլուծության համար։ Հիշեցնեմ կիզակետում այսօր քաղաքագետ Վիգեն Հակոբյանն էր, կիզակետի թողարկումներն ու շատ էլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։